Բանակային անցնող շաբաթն ամփոփելու ժամանակն է, բարի երեկո։ Թողարկման մեջտեղ կտած թեմաների մասին նախ համառոտ։ Հայաստան-Վրաստան պաշտպանական համագործակցության ընթացքն ու հեռանկարները պաշտոնական այցով այս շաբաթ Հայաստանում էր Վրաստանի պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը։ Հեշտացված օրվա կարգացուցակով ծառայող զինվորները առողջական վիճակի փորձաքննություն են անցել, կայացել է կենտրոնական ռազմաբժշկական փորձաքննական կենտրոնի հերթական նիստը։ Հայրենիքի պաշտպանի պատվաբեր մասնագիտությունն ու ապագա սպաների խոհերն ու մտորումները, ռեպորտաժ Ռազմական ակադեմիայի կուրսանտական առօրյայի մասին։ Արհեստավարժ սերժանտը պրոֆեսիոնալ բանակի կարևոր բաղադրիչ, պաշտպան հայրենյաց ծրագրի շահառուները մասնակցել են սերժանտը որպես հրամանատար խորագրով սեմինարին։ Արագ եւ անվտանգ հաղթարել մրցութային երթուղին եւ արգելագոտին անցկացվել է մրցույթ հատուկ նշանակության ուժերի զինծառայողների ներգրավմամբ։ Եվ ծառայությունը կանանց գումարտակում սերժանտ Աշխեն Սիմոնյանն է ներկայացնում զինվորական ուղին ընտրելու իր պատմությունը։ Եվ այսպես, այս շաբաթ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստանում էր Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանիի գլխավորած պատվիրակությունը։ Պաշտպանության նախարարության վարչական համալիրում դիմավորման հանդիսավոր արարողությունից հետո տեղի է ունեցել երկու նախարարների առանձնազրույցը, որին հաջորդել է պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը։ Նախարարները բարձր են գնահատել պաշտպանության բնագավառում Հայաստան-Վրաստան համագործակցության ներկա ընթացքը, միմյանց ներկայացրել երկու երկրների զինված ուժերում ընթացող բարեփոխումների վերաբերյալ մանրամասներ, ձեռք բերել պայմանավորվածություններ։ Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր։ Զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայողները պարբերաբար մասնակցում են մասնագիտական տարբեր վարժանքների, մրցույթների, այդ կերպ օրեցօր ամրապնդելով կոփվածությունը, հղկելով եւ զարգացնելով իրենց պատրաստվածությունը։ Մասնագիտական պատրաստության բարձր նշաձողը պահպանելու համար այս անգամ զինված ուժերի ուսումնական կենտրոններից մեկում հատուկ նշանակության խմբերի ներգրավմամբ կազմակերպվել էր մրցույթ։ Զինծառայողներն անցել են շուրջ 40 կիլոմետր երթուղին, ականապատ դաշտն ու արգելագոտին։ Ներսես Իվանյանն է պատմում։ Գլխավորը աննկատ տեղաշարժն է, խնդրի կատարումն ու խմբի կազմով վերադարձը։ Այս շաբաթ ուսումնական կենտրոններից մեկում անցկացվեց հատուկ նշանակության ուժերի, հատուկ նշանակության խմբերի մրցույթը։ Մրցույթի նպատակն է բարձրացնել խմբերի մարտական պատրաստության աստիճանը, խրախուսել լավագույն զինծառայողներին։ Նման մրցումների շնորհիվ վեր է հանվում մարտական պատրաստությունը, քանի որ մրցումները ցույց է տալիս խումբը պատրաստ է հոգեբանորեն ներդաշնակ աշխատել թե ոչ։ Մենք անընդհատ բարձրացնում ենք մեր ֆիզիկական պատրաստությունը մեր ստորաբաժանումներից, այլ մի լավ առիթ է, որպեսզի ստուգենք դա։ Մարտական պատրաստականություն, ֆիզիկական պատրաստականության որակները երևում է հենց այս մրցումների ժամանակ։ Մրցումները ստուգում են մեր պատրաստվածությունը եւ իհարկե ծանոթանում ենք բոլոր այն խմբերի հետ, որի հետ չենք առնչվում առօրյա։ Մարտական պատրաստության ծրագրի եւ հատուկ նշանակության ստորաբաժանումների կիրառման պահանջների շրջանակում անցկացված մրցույթի նպատակն է բարձրացնել խմբերի մարտական պատրաստությունը, կատարելագործել նրանց ունակություններն ու հմտությունները, իրականացնել առաջավոր փորձի փոխանակում։ Ամենակարևոր բանը, որ դու տեսնում ես քո կողմի ստորաբաժանումները մի նորություն են անում, դու դա սովորում ես, նույնն իրաք մեզանից սովորում են։ Օրեր շարունակ հատուկ նշանակության լավագույն խմբերը մրցեցին միմյանց հետ։ Առողջ մրցակցային մթնոլորտում հաղթահարեցին շուրջ 40 կիլոմետր երթարշավը, ականապատ դաշտը, արգելագոտին եւ հետախուզի արահետը։ Մրցումների հենց իմաստն էլ դա է, որպեսզի մրցակցային ոգով ավելի առավել ուժեր ներդնենք հենց մրցման մեջ։ Շարունակելով խոսքը տղաները նկատում են մասնագիտական ունակություններն ու հմտությունները ներկայացնելու զատ, մրցույթը ըստ էության հնարավորություն են ձեռում նաև բարձրապահելու իրենց ստորաբաժանման հեղինակությունն ու պատիվը։ Առաջի անգամ չենք մասնակցում մեր ստորաբաժանման մեջ այսպիսի նմանատիպ մրցումներին եւ սովորաբար առաջին տեղերն են գրավում։ Դրա համար այդ պատասխանատվությունը կրկնակի է, որպեսզի ցույց տանք առավելագույնս եւ ցանկալի է հաղթենք։ Մենք բոլորս է փորձում ենք հա մեր անունը, հա մեր զորամասի անունը
մեր ուժերի անունը բարձր պահենք։ Եվ դրա համար անում ենք ամեն ինչ, որ լինենք առաջինները միշտ։ Մրցույթի ավարտին ընդհանուր արդյունքներով լավագույնը ճանաչված հատուկ նշանակության խմբին կփոխանցի մրցման փոխանցիկ գավաթը։ Իսկ մինչ այդ քննող հանձնաժողովի անդամները փաստում են մրցումների ու դրանց արդյունքում ձևավորված առողջ մրցակցության շնորհիվ էապես բարձրացել է հատուկ նշանակության խմբերի մարտական պատրաստության աստիճանը։ Այս տարի ավելի դինամիկ աշխատանքներ են նկատվել խմբերի մոտ, ներդաշնակ աշխատանքներ ա եղել, ավելի շատ ցանկություն, կամք, ուժ ա ցուցաբերվել խմբերի կողմից։ Նարսես Իվանյան, Արամ Սիմոնյան, Հայկ Չիլինգարյան, Զինուշ։ Պաշտպանության նախարարության կենտրոնական ռազմաբժշկական փորձաքննական կենտրոնը հերթական նիստն է անցկացրել մարզային հոսպիտալներից մեկում։ Առողջական վիճակի փորձաքննություն են անցել հեշտացված օրվա կարգացուցակով ծառայող զինվորները։ Ռազմաբժշկական փորձաքննության արդյունքում մի շարք զինծառայողների մոտ նկատվել է առողջացման դրական դինամիկա։ Ըստ այդմ նրանք կորցրել են հեշտացված օրվա կարգացուցակով ծառայելու արտոնությունը։ Տաթևիկ Աբրահամյանի անդրադարձը։ Արտյոմ Աղիկյանը ծառայում է Հանրապետության հարավ-արևելյան գոտու զորամասերից մեկում։ 8 ամիս առաջ է զորակոչվել բանակ։ Առողջական խնդիրների հիմքով ծառայության համար սահմանափակումով պիտանի ճանաչված երիտասարդը ծառայությունն անցկացնում է օրվա հեշտացված կարգացուցակով։ Սա ենթադրում է, որ նա բանակային դիրքում հերթապահություն չի իրականացնում, ֆիզիկական պարապմունքների լիարժեք մասնակցություն ևս, իսկ հանգստի ժամերն ավելի շատ են։ Ծառայության հեշտացված օրվա կարգացուցակով ծառայող տղաների ծառայությունը որպես կանոն սպասարկման եւ անցագրային օղակներում է։ Այսօր առաջին անգամ եկել եմ բժշկական փորձաքննության։ Այս միջոցառման ժամանակ ստուգում են զինծառայողների առողջական խնդիրները եւ փորձում են դրանց լուծում տալ։ Եթե փորձաքննության ընթացքում ի հայտ գա, որ իմ առողջական խնդիրները վատ հարացել են, հնարավոր է ինձ ժամանակից շուտ ազատեմ պարտադիր զինվորական ծառայությունից, սակայն հարմարվել եմ ծառայությանը եւ չեմ ցանկանա զորացրվել։ Ծառայության հեշտացված օրվա կարգացուցակով ծառայող զինվորները յուրաքանչյուր 6 ամիսը մեկ անցնում են ռազմաբժշկական փորձաքննություն։ Նույն պարբերականությամբ փորձաքննության են ենթարկվում նաև նախկինում պարտադիր զինվորական ծառայությունից ազատված, բայց նոր կարգավորմամբ զորակոչի ենթակա զինծառայողները։ Խոսքն այդ թվում գլխուղեղիկի ստաներ, առանց նյարդաբանական խնդիրների գիշերամիզություն ունեցող եւ թերքաշ ու գերքաշ զինծառայողների մասին է։ 3 տարի բանակից հետ ընկնելուց հետո զորակոչվել եմ բանակ 25 թվի ձմռանը, զորակոչվել եմ օրենքների փոխվելուց հետո, զորակոչվելուց հետո սկզբնական շրջանում ունեցել եմ քաշի խնդիր ծառայության ընթացքում բարելավել է հարմարվելով ծառայությանը, հիմա ավելի լավ եմ զգում ինձ։ Ամեն դեպքում ծառայությունը հայրենիքին մատուցած մեծ աշխատանք է, որ ամեն տղա իր չափով բանա պետք է մատուցի այդ աշխատանքը երկրին։ Արսեն Արտյոմն ու տասնյակ այլ զինծառայողներ հոսպիտալային ռազմաբժշկական հանձնաժողովի որոշմամբ ներկայացել են ռազմաբժշկական հերթական փորձաքննությանը։ Զորային օղակների պատասխանատուները հանձնաժողովի անդամներին նախ տրամադրում են զինծառայողների բժշկական պատմագրերը, հետազոտությունների եզրակացություններն ու բնութագրերը։ Հերթը փորձաքննության բուն ընթացքինն է։ Ես լավ ես զգում, ֆիզիկական ծառայողների ծննդակարգի Կենտրոնական ռազմաբժշկական փորձաքննական կենտրոնը իր գործառույթները իրականացնում է ինչպես
ստացիոնար, այնպես էլ արտագնա նիստերի միջոցով, այսինքն ռազմաբժշկական փորձաքննության ավելի շատ զորային օղակին մոտեցված հատվածներ, որտեղ իրականացնում ենք խնդրահարույց, առողջական տարաբնույթ պրոբլեմներով, հաճախակի դիմելություն եւ հոսպիտալացում ունեցող զինծառայողների այն զինծառայողների փորձաքննությունը, որոնց մոտ ենթադրվում է պիտանության աշճանի փոփոխություններ։ Ռազմաբժշկական փորձաքննության արդյունքում մի շարք զինծառայողների շրջանում դիտվում է առողջացման դրական դինամիկա եւ նրանք կորցնում են ծառայության հեշտացված կարգացուցակով ծառայելու արտոնությունը։ Որոշ դեպքերում էլ փորձաքննության ընթացքում անհրաժեշտություն է լինում լրացուցիչ հետազոտությունների եւ եթե պարզվում է, որ ծառայության ընթացքում տվյալ զինվորի առողջական վիճակը վատթարացել է, ապա վերջինս վաղաժամկետ զորացրվում է։ Փորձը ցույց է տալիս, որ հիվանդությունների որոշակի խմբեր ծառայության ընթացքում ունենում են դրական միտվածությամբ առողջական վիճակի բարելավում, օրինակ նվազ քաշի համալրում, այդպիսի խմբերի համար մենք նախատեսել ենք օրինակ օրենսդրական որոշակի փոփոխություն, որպեսզի հետագայում այդ զինծառայողները հնարավորություն ունենան լիարժեք ծառայություն կրելու։ Որոշ հիվանդություններ պետք է լինում պարզապես հսկել, մոնիտորինգ է արվում այդ նկատառումով եւ որոշ դեպքերում, երբ որ ունենում ենք անբարենպաստ զարգացումներ, տվյալ զինծառայողները վաղաժամկետ զորացման խմբի մեջ են ներառվում։ Եթե լինում են անհամաձայնություններ կամ դիմում բողոքներ, եւս մեկ անգամ ուսումնասիրվում են զինվորների պատմագրերը։ Տիգրան Սարգսյանը վստահեցնում է, հանձնաժողովի որոշումների հիմքում ապացուցողական բժշկության արդյունքներն են։ Ի դեպ, վերջին 2 տարիների ընթացքում կենտրոնական ռազմաբժշկական փորձաքննական կենտրոնն արտագնա նիստերի ավարտին այցելում է նաեւ տարբեր զորամասեր։ Նպատակը զորքերում անմիջապես ծանոթանալ բուժծառայության առնչվող խնդիրներին փորձաքննական տեսանկյունից եւ այն ինչով որ հնարավոր է օգտակար լինել նաեւ այդ պահին, դա իրականացվում է մեր մասնագետների, փորձառու մասնագետների ջանքերով։ Այցի ընթացքում կազմակերպվում են նաև բժշկական զննումներ եւ խորհրդատվություն։ Բուժանձնակազմին էլ տրվում են անհրաժեշտ ցուցումներ, թե որ դեպքերում զինվորներին պետք է ներկայացնել ռազմաբժշկական փորձաքննության։ Տաթևիկ Աբրահամյան, Ռազմիկ Տիգրանյան, Զինուշ։ Մեր հաջորդ տեսանյութը կանանց գումարտակում ծառայող սերժանտ Աշխեն Սիմոնյանի մասին է։ Այս ստորաբաժանումն աստիճանաբար եւ սահուն տեմպերով համալրվում է, ինչն էլ իր հերթին վկայում է զինվորական ծառայության հանդեպ կանանց եւ աղջիկների աճող հետաքրքրության մասին։ Սերժանտ Սիմոնյանը զինված ուժերի շարքերում է արդեն 8 տարի, մեծ պատասխանատվությամբ է ծառայել տարբեր ստորաբաժանումներում, այժմ էլ նույն կերպ շարունակում է ծառայությունը կանանց գումարտակում, զուգահեռ նաև զբաղվում է պրոֆեսիոնալ սպորտով։ Այսպես է սկսում սերժանտ Սիմոնյանի օրը զինված ուժերում։ Աշխենը 2017 թվականին է համալրել զինծառայողների շարքերը, տարբեր ստորաբաժանումներում բավական փորձ եւ հմտություն կուտակելով այժմ ծառայությունը իրականացնում է կանանց գումարտակում։ Ցանկացած մարդ պետք է ներդրումն ունենա իր երկրի պաշտպանության գործում։ Դրա համար էլ որոշեցի անցնեմ ծառայության։ Կին զինծառայողը մասնագիտությամբ մարզիչ մանկավարժ է, մանկուց զբաղվում է պրոֆեսիոնալ սպորտով։ Մարզիկ եմ եղել, բռնցքամարտիկ, աշխարհի երկրորդ մրցանակակիր, հանրապետության քառակի հաղթող, միջազգային մրցաշարերի հաղթող, ներկայումս մարզիչ եմ նաև ու հանրապետական կարգի մրցավար։ Ասում է, սպորտում ձեռք բերած կամային հատկանիշներն այսօր շատ են օգնում ծառայության մեջ։ Եղել է շատ դրվագներ, որտեղ կարայի հոգեպես ընկճվել ու առաջ չգնայի, իմ բռնցքամարտն է ինձ օգնել այդ ամեն ինչում։ Չպարտվել, չկանգնել, տեղում չդոփալ ու միշտ ինքդ քեզ կատարելագործել ու միշտ ինքդ քո վրա հույս դնել։ Դժվարություններով լի ճանապարհին սերժանտ Սիմոնյանը ոչ մի անգամ չի վհատվել, ցանկացած փորձություն դիտարկել է որպես ավելի ուժեղ դառնալու հնարավորություն։ Այդպիսի ժամանակահատված չի եղել, որ ուզենամ հետ կանգնեմ։ Այն 9 ամիսն է եղել, որը ընթացքում ես պիտի մայրանայի։ Այդ ժամանակ է եղել իմ ծառայության չլինելը ու անգամ այդ ժամանակ հոգեպես չեմ կտրվել ես ծառայությունից։ Ես միշտ ծառայության մեջ եմ։ Մեծ պատասխանատվությամբ եւ պատվով պետք է իրականացնել հայրենիքի պաշտպանի առաքելությունը, համոզված է կին զինծառայողը։ Եթե մի ճանապարհ ընտրել ենք, պիտի հասկանանք, որ մենք ենք այդ ընտրել ու
երբեք ոչ մի բարեկամ չպիտի թերանանք այդ ամեն ինչի մեջ, որովհետև մենք ընտրել ենք, մենք մեր ուսերին վերցրել ենք այդ ծանրությունը, որ պիտի անենք այդ ամեն ինչը։ Կանանց գումարտակում առօրյան հագեցած է մարտավարամասնագիտական դասեր, պարապմունքներ, ֆիզիկական մարզումներ։ Ես ողջունում եմ այն փաստը, որ կանայք կարող են Հայաստանում անցնել ծառայության ու տեղյակ լինել ինչ է իրենց ներկայացնում ծառայությունը, կանցնեն տարիներ ու այս գումարտակը իր տեղը կունենա զինված ուժերում։ Աշխենին այսօր ոգևորում եւ ոգեշնչում է նաեւ փոքրիկ դուստրը։ Ինքը միշտ ինձ ուժ է տալիս, եթե հանգարց տրամադրությունս էլ են կատարինում կամ այսօր ինչ-որ մի բան գայս եմ տուն, ասում եմ, ինչ-որ միտեղ թերացել եմ, բան ասում եմ, մամ դու հայ ես ու դու երբեք չպետք է թուլանաս։ Սերժանտ Աշխեն Սիմոնյանն իր ամենօրյա պարտաճանաչ ու բարեխիղճ ծառայությամբ է ապացուցում. կանայք եւս կարող են լինել հայրենիքի լավ պաշտպաններ։ Առաջին անգամ ես երբ ստացել եմ զինվորական համազգեստ արտասվել եմ, որովհետև դա իմ համար մեծ պատասխանատվություն է։ Դու ազգիդ պաշտպանող մի մասն ես, որը որ ճիշտ պիտի կրես այդ պատիվը քեզ տրվել է ու դու ճիշտ պիտի քայլես, ճիշտ պիտի անցնես այդ ճանապարհով։ Զարուհի Ռշտունի, Հայկ Չիլինգարյան, Հովանես Գրիգորյան, Զինուր։ Տասնութից 27 տարեկան ես, համարձակ ու վստահ քո ուժերին, ունես նպատակներ, ուրեմն ոչինչ չի կարող կանգնեցնել քեզ։ Ընտրիր նոր հնարավորություն կանանց եւ աղջիկների համար ներդրված կամավոր հիմունքներով պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունը։ Կծառայես այստեղ բացառապես ուսումնական զորամասում, ծառայության ու կեցության լավագույն պայմաններում։ Ծառայության տևողությունը ընդամենը 6 ամիս, ավարտին 1 միլիոն դրամ պատվովճար։ Ուզում ես մնալ բանակում, շարունակիր ծառայությունը պաշտպան հայրենիաց ծրագրով 5 տարվա պայմանագրային զինվորական ծառայության հիմունքներով։ Կոտրիր կարծրատիպերը, հավատա, ձգտիր, դարձիր նրանցից մեկը, հիմա քո հերթն է։ Սերժանտը որպես հրամանատար այս խորագիր ներկրում օրերս Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում առաջին անգամ անցկացված սեմինարը։ Մասնակիցները պաշտպան հայրենիաց ծրագրի շահառուներն էին։ Նպատակն իհարկե կրտսեր հրամանատարական կազմի սերժանտների դերը զինված ուժերում շեշտադրելն էր, նրանց առավել արհեստավարժ դարձնելը։ Երրորդյա սեմինարի ընթացքում ընթերցվել են դասախոսություններ, ակտիվ քննարկումների միջոցով վեր են հանվել զինծառայողներին հետաքրքրող հարցերի պատասխանները։ Ճշգրիտ կառավարման փորձ, միանձնյավորոշումներ կայացնելու կարողություն եւ սոցիալական պատասխանատվության բարձր գիտակցում ենթակա անձնակազմի սպառազինության եւ նյութական արժեքների նկատմամբ։ Հենց այս հատկանիշներով պետք է օժտված լինի ցանկացած սերժանտ։ Կրտսեր հրամանատարական կազմի սերժանտների դերը բարձրացնելու, նրանց պարտականությունները հստակեցնելու եւ արհեստավարժ դարձնելու նպատակով տարածքային պաշտպանական զորքերի նախաձեռնությամբ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում օրերս անցկացվել է սերժանտը որպես հրամանատար խորագրով սեմինար։ Մասնակիցները պաշտպան հայրենիաց ծրագրի շահառուներն են։ Եթե 19 տարեկանում դուք ստանձնել եք սերժանտի պարտականություն, 20 տարի հետո դուք լինելու եք երիտասարդ, բայց կառավարչական մեծ փորձ ունեցող մարդիկ ու ցանկացած ղեկավար պաշտոն կարող եք զբաղեցնել։ Բոլորը հնարավորություն ունեք նաև ձեր զինվորական ծառայության ընթացքում ունենալ բարձրագույն կրթություն ստանալու հնարավորություն։ Դա է կնպաստի ձեր պահեստազոր արձակվելուց հետո որոշակի գործունեություն զբաղվել։ Տարածքային պաշտպանության զորքերի հրամանատար գեներալ-մայոր Սամվել Մինասյանը տղաներին հիշեցրեց արհեստավար սերժանտների ինստիտուտի ներդրման մասին ու հավելեց. հաշվի առնելով մասնակիցների ունակություններն ու պատասխանատվության ստանձման պատրաստակամությունը, աչքի ընկած սերժանտներին կառաջադրեն ջոկի, դասակի, վաշտի, այնուհետև գումարտակի սերժանտի հաստիքներում։ Արթուր Մարկոսյանն օրինակ անցել է մարտավարության հրահանգչի դասերն ու արդեն գումարտակի սերժանտի թեկնածու է։ Հրամանատարական ամենացածր օղակը դա սերժանտական անձնակազմն է,
է, որ հրամանը վերևից մինչև հասնում է ներքև, խնդիր կատարողը սերժանտն է իր անձնակազմի հետ, ջոկի սերժանտը իր ջոկի հետ։ Դրա համար շատ կարևոր է, որ ջոկի սերժանտը լինի պատրաստված, որովհետև ամեն դեպքում ամենավերջի գործողություն խնդիր կատարողը ինքն է։ Ջոկի սերժանտն էլ մարդն է, ով անմիջական կապ ունի համ իր ջոկի զինվորների հետ, համ սպայական կազմի հետ, որ կարող է այդ երկու ուղղակը միացնի իրար։ Հիմնականը հոգեբանական, ղեկավարման եւ կառավարման առաջնորդի մասին դասեր է, որը ջոկի սերժանտի համար կարևոր է շատ։ Պետք է կարողանաս մտնել իրանց իրադրության մեջ, իրանց տնես ճիշտ ուղղության վրա։ Ըստ բանակի կերպափոխման հայեցակարգի արհեստավար սերժանտական համակարգի ներդրման հիմքում դրվել է 4 առաջնահերթություն՝ մարտավարության եւ զինված ուժերի պատրաստության մակարդակի բարձրացում, բոլոր օղակներում ինստիտուցիոնալ երկարակեցության եւ խորագիտակցության ամրապնդում եւ իհարկե կարգապահության ապահովում։ Այս առաջնահերթությունները կարևորելով էլ ընտրվել են սեմինարի դասընթացների թեմաները։ Թեմաները ընտրվել են առաջնորդություն, որպեսզի կարողանան առաջնորդել իրենց ենթականին, բարեհոգեբանական առարկաներ, որ հոգեբանորեն կարողանան գոնե ինչ-որ աջակցություն տալ, ռազմարվեստի պատմություն, որպեսզի հասկանան մեր բանակի պատմությունը, մեր հայաստանյան պատմությունը։ Ավագ Կոստանյանը բանակի արհեստավարժ առաջին սերժանտն է։ Նա պաշտպան հայրենիաց ծրագրի շահառուներին պատմեց իր անցած ճանապարհն ու խոսեց օրինակելի սերժանտ լինելու կարևորության մասին։ Չէ՞ որ սպայական կազմի կողքին կայացած սերժանտական օղակի շնորհիվ բոլոր գործընթացները ստանում են կրկնակի արդյունավետություն, խնդիրների կատարումից մինչև ռեսուրսների կառավարում։ Ողջույն, պարոն բանակի սերժանտ։ Սեմինարի մասնակիցների հետ հանդիպելու էր եկել նաև գլխավոր շտաբի բանակի սերժանտ Արթուր Գաբրելյանը։ Սերժանտների դերը նրանում է, որ իրանք պետք է հանդիսանան սպայի եւ զինվորի կապող օղակ, այսինքն սպան հանդիսանում է պլանավորող, սերժանտը իրագործող։ Արհեստավար սերժանտ դառնալու համար շատ կարևոր է ծառայության փորձը եւ առաջնորդության որակները։ Այսօրվա հանդիպման նպատակն է ծանոթություն, ուզում եմ պարոնայք սերժանտներին ծանոթացնել իմ անցած ուղին, սկսած ժամկետային ծառայությունից մինչեւ օրս։ Այս տղաները նման դասընթացների արդյունքում ստանում են հմտություններ, որոնց շնորհիվ հետագայում կկարողանան արդյունավետ զբաղվել անձնակազմի դաստիարակությամբ։ Ի դեպ, ներկայում սերժանտների ծառայության առաջխաղացումը չի սահմանափակվում մինչև վաշտի սերժանտի հաստիքում, այլ հնարավորություն է տրվում հետագա ծառայությունը շարունակելու գումարտակի եւ գնդի սերժանտի պաշտոններում։ Տաթևիկ Աբրահամյան, Ռազմիկ Տիգրանյան, Զինուշ։ Զորակոչվել ես բանակ ու մտածում ես, ինչպես է անցնելու կյանքիդ նոր շրջափուլը։ Հնարավոր է արդյոք ծառայել Հայաստանի Հանրապետությանը ու միաժամանակ բարձր աշխատավարձ ստանալ։ Ծառայելուն զուգահեռ բարձրագույն քաղաքացիական կրթությամբ զբաղվել։ Հաճախակի լինել տանը, ընտանիքիդ կողքին։ Զորացրվելիս էլ տուն վերադառնալ 5 միլիոն դրամ պատվովճարով։ Այո, այդ հնարավորությունը քեզ տալիս է Պաշտպան հայրենիաց ծրագիրը։ Սա ժամկետայինից պայմանագրային զինվորական ծառայության անցնելու բացառիկ հնարավորություն է յուրաքանչյուր նորակոչիկի համար։ Ցանկություն հայտնիր պայմանագիր կնքել 5 տարի ժամկետով եւ կծառայես բնակությանդ վայրին մոտ զորամասում, կստանաս բարձր եւ երաշխավորված աշխատավարձ, իսկ պատեստավորման արդյունքում նաեւ աշխատավարձդ բազմապատկելու հնարավորություն։ Եվ սա դեռ ամենը չէ։ 5 տարի անց պայմանագրի ժամկետի ավարտին կստանաս ուշադրություն 5 միլիոն դրամ պատվովճար։ Գումարն էլ կտնօրինես ինչպես ուզում ես։ Հետաքրքրեց, ուրեմն կատարիր քո ճիշտ ընտրությունը հենց հիմա։ Հայրենիքի պաշտպանի մասնագիտության թե դժվարությունների, թե առավելությունների եւ թե որպես պատվաբեր առաքելության մասին խոսել ենք բազմիցս։ Սա պարզապես մասնագիտություն չէ, սա կենսակերպ է եւ հայրենիքին անձնվիրաբար ծառայելու պատրաստակամություն, եւ այս փաստը քաջ գիտակցում են Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում ուսանող ապագա սպաները։ Նրանք մի քանի տարի սովորում են սերտում ռազմական գործի առանձնահատկությունները եւ որպես բանիմաց մասնագետներ լեյտենանտի կոչումով համալրում բանակի շարքերը։ Ակադեմիայի յուրաքանչյուր կուրսանտ ունի սպայի ուղին ընտրելու իր տեսլականը եւ ներկայացվող տեսանյութը հենց դրա մասին է։ Ես Արսենն եմ Սարգսյան, պատակս է դառնալ հայոց բանակի սպա։ Ես Գևորգ Բարսամյանն եմ, մանկուց երազել եմ դառնալ զինվորական։ Ես Նարեկ Գրիգորյանն եմ, զինվորականի ընտանիքից եմ, երբ որ ես ծնվել եմ, հայրս արդեն գնդապետ էր։
Ընտրել եմ մոտոհրաձիգի մասնագիտությունը։ Ունեմ ապագայի իմ տեսլականը եւ պարզ գիտակցում եմ, թե վաղը ինչ պիտի անեմ եւ շարժվում եմ իմ ուղով։ Սովորելով ակադեմիայում հասկանում եմ, որ ակադեմիան մեզ տալիս է բոլոր հիմնավոր գիտելիքները ապագայում դառնալու համար լավ սպա, որոնք կարողանան իրենց ուսերին վերցնել հայրենիքի պաշտպանության սրբազան գործը։ Ակադեմիան որպես այդպիսին շատ կարևոր դեր ունի մեր կյանքում, մեր կուրսանտներիս կյանքում, այստեղ մենք ստանում ենք այն անհրաժեշտ գիտելիքները, որոնք հետագայում մեզ պետք են գալու հետագա ծառայության ընթացքում։ Համազգեստը կրել է այդ պարտավորությունը, այսինքն երբ կրում ես համազգեստը, ունես պարտավորություններ։ Համազգեստը կրելուց արդեն որոշակիորեն հասունանում ես, երբ հասկանում ես, թե ինչի համար ես եկել եւ դեպի ուր ես գնում։ Ես համազգեստը կրում եմ շատ մեծ պատվով եւ զգացողությունները աննկարագրելի են։ Իմ մեծ ցանկությունն է լինել ապագայում գրագետ եւ պատրաստված սպա, թե որպես մասնագետ եւ թե որպես անհատապես մարդ։ Զինվորական համազգեստ կրելը այդ բացի պարտավորություններից իր մեջ կրում է նաև պատասխանատվություններ, որոնք հանդիսանում են դժվարություններ, բայց մարդով կրում է այս համազգեստը, մարդով պատրաստ է իր ամբողջ կյանքը նվիրել հայրենիքին ու զինված ուժերին, կարծում եմ այդ պատասխանատվություններն ու դժվարությունները չնչին դեր են կատարում։ Իմ համար ամենակարևոր ու նշանավոր օրը ակադեմիայում այդ առաջին ընդունվելուց օրն էր, երբ առաջի անգամ հակազինված ուժերի համազգեստը համալրեցի շարքը ընկերներից, առաջի անգամ այդքան շատ համազգեստով մարդ տեսա, սպայական կազմի լավ վերաբերմունքը ինձ առաջնորդեց ավելի սիրելու այս կառույցը։ Ամենալավ օրը, որ ես կմտաբերեմ, դա իմ զինվորական երթման արարողության օրն է, հասկացա, թե ինչքան կարևոր է ցանկացած տղայի համար բանակում երթում տալը։ Ինձ ամենաշատը տպավորել է հենց այն օրը, երբ մեր 4 տարին ավարտած կուրսանտները հագան իրենց սպայական ուսադիրները եւ դուրս եկան ռազմական ակադեմիայից իրենց ծառայությունը շարունակելու համար, որովհետեւ նրանք հասան այն նպատակին, ինչին ես դեռ հասնելու ունեմ 3 տարի։ Մեր մասնագիտությունը այնպիսի մասնագիտություն է, որտեղ կրթվելը բազային դեր ունի ու լավ կրթվելը այդ մեր այսօրվա խնդիրն է։ Իմ նպատակն է ապագայում համալրել պրոֆեսիոնալ սպայակազմի շարքերը եւ ապահովել հայրենիքիս անվտանգությունը։ Գուրգեն ջան, բարի լույս։ Բարև Գասպարյան ջան, ո՞նց ես։ Ոչինչ, չեմ հարմարվում։ 2 ամսով գնում եմ գյուղ, մի քիչ ցրվում եմ, մինչև հասկանամ ինչ եմ անում։ Դյա, Գասպարյան ջան, այդ քեզնից չի, մի հատ լավ գործ գտի, փողը շատ գործնել նախկինից թեթև։ Տենց շատ լավ մի 2 առաջարկ արել են, բայց չեմ հարմարվում, 2 շաբաթից ավել չեմ դիմանում։ Քոնը բանակն է, եղբայր։ Աստված քեզ հետ։ Կառավարությունը ուշադրվել է Հայաստանի Հանրապետության համապարփակ եւ ընդլայնված Այսօրվա մեր դասը այնքանով է կարևոր, որ եթե տեսականը չյուրացնեք ինչպես որ հարկն է, մարտի դաշտում ունենալու եք լուրջ խնդիրներ։ Նիստի ընթացքում գործադիր օրենսդրի իշխանությունների ներկայացուցիչների մասնակցությամբ Ուշադրություն, գրոհի առաջ։ Պարոն գնդապետ, որոշել եմ թոշակի անցնել։ Գասպարյան, ես գիտեմ, մի օր հետ ես գալու։ Փոփոխություններ են կատարվել զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին ու պետական կենսաթոշակների մասին օրենքներում։ Զինված ուժեր վերադառնալու դեպքում կենսաթոշակի անցած սպաները կարող են շարունակել ծառայությունն ու պահպանել թոշակը։ Ազգային ժողովն ընդունել է օրենսդրական փաթեթը։ Օրենսդրական փաթեթի կարևորության մասին խոսել է Պաշտպանական գերատեսչության ղեկավարը։
Նախագիծը նպատակ ունի պահեստազորում գտնվող մեր որակյալ ռեսուրսը ներգրավել զինված ուժերի կարևոր ուղղություններում, պաշտպանության նախարարի հրամանով սահմանված զորամասերում։ Քոնը բանակն է, եղբայր։ Խնդրում եմ վերականգնել ինձ ծառայության։ Գումարտակ, Ավսար, զգաս, ողջույն ձեզ։ Այո, իմը բանակն է։ Եթերում զինուժներ, մենք ամփոփում ենք անցնող շաբաթը։ Բանակային նորություններին հետևեք նաև առցանց սոցիալական մեդիա հարթակում։ Կհանդիպենք հաջորդ շաբաթ, նույն տեղում, նույն ժամին, կրկին առանձնացնելով եւ ամբողջացնելով զինված ուժերի առօրյային վերաբերող թեմաները։ Մնացեք խաղաղությամբ եւ մինչեւ նոր հանդիպում։